Անկախ հավաքվելու առիթից լորեցիների զրույցները չգիտես ինչպես սկսում են պտտվել իրենց մեծ համագյուղացու Համո Սահյանի շուրջ։ Այս անգամ փորձում են հիշել, թե գրողի հայրը Սահակ Ամին քանի երեխա ուներ առաջին կնոջից, քանիսը երկրորդից։ Լիթը, Հասմիկը, Հայկուշը, Ելենը, այդ հինգը իրար, հետո պայծարնուս Գյուղի միակ ջրաղացպանի 83-ամյա հարսը պատմում է, բանաստեղծն ամուսնու քրոջներ սիրահարված, այս տողերը նրան են ձոնված։ Առներ սերս գեղչկական, մի անգամ ևս տաներ ջրաղացպանի աղջկան, հրաշք լիներ, կրկնվեր, այն հրաշքը իրական։ Այդ որ գրել է, հենց մեզ չգրել, շատ ուժեղ սիրահարված է եղել, բայց դեն վաղթը մի քիչ ամոթ են ունեցել աղջիկները, ով ատենց ազատ։ Իմ կիսուրս պատմեց, կիսրալս ասեցին, որ այդ մեր, հետո ես 61 թվին եմ ամուսնացալ, իրանք պատմեցին, որ Համո Սահյանը ուզելիս է եղել, հագի չի ստացվել էլի, այդ աղջիկը քյուրական է սովորել, ինքն էլ Բաքու ակինացեց։ Համաձայն չէ Սահյանի պատկից հարևանը, որ նման պատմությունները պիտի հասարակության սեփականությունը դառնան։ Ինքը ջրաղացպանի աղջկան հիշում է, ասում է գուցե սիրել է, բայց թաքուն ու սիրուն, որ գյուղի բերանին ծամոն չդարձնի։ Դե հիմա այդ ասելու խոսքա կներես, հիմա կարող է մարդը տղա եղել մի 10 հատ աղջկա սիրել։ Հիմա այդ բան չի իր հորքուրի սիրում ա եղել։ Ես էլ ենե թողին դաս, ես էլ Համո Սահյանի քրոջն եմ սիրում եղել։ Փոքր գնետ ու իր մոտում ասին, սիրում եմ եղել, ամուսնանային ու չամուսնացան։ Հիմա ասեմ ինչ ա եղել, պետք է պատմեմ ինչ եմ Համո Սահյանի քրոջի հետ ամուսնացել։ Տենց է բախտ վիճակվել, տենց ենք ամուսնացել։ Քույրը նման չէր Համոյին, ավելի խոսկան էր ու կատակասեր։ Մեծ լորեցին հորն էր նման լռակյացությամբ։ Սահակ Ամին էլ խոսել չէր սիրում։ Այս թաղամաս ուշ են տեղափոխվել։ Համո Սահյանից Վաղարշակը տարիքով փոքր էր, բայց Սահակ Ամու երկրորդ ամուսնությունից ծնված երեխաների հետ խաղընկեր էին։ Այս տունը իրանց իսկական տունի չի։ Իրաց տունը ուրիշ տեղ ա եղել։ Այս տունը հետո եկեղեցու դեմի տունն ա եղել։ Այս տունը որ կառուցել են երկրաշարժի ժամանակ, որ 32 թվականին երկրաշարժ ա եղել։ Ժողովրդին ոնց որ այսօր սպիտակը լեննականում չի, մենք էլ ենք ներքևում ապրում եղել։ Այդ տները պետությունը եկել է սարքին, ոնց ասեմ, քարփիչի տներ ա կոչում, հողից քարփիչներ։ Հայրեն քարփիչա կոչում թե աղյուս, լավ կների, աղյուս ա կոչում։ Աղյուսի տեն այ երևում է, աղյուսներն երևում է, կարակնդն այ իրաց պատմել է երևում աղյուսներ։ Աղյուսի տներ ա եղել։ Տեղադրել են ժողովրդին, մարդկանց տեղավորել են։ Դժվար տարիներ էին, սարերի մեջ թաքնված այս գյուղը ճիշտ է մարդաշատ էր, բայց աղքատ։ Սահյանն անտարբեր չէր, ջուր, անասնակեր, գյուղից Երևան գնացած ուսանողին տեղավորել, ինչ հարց էլ ծագեր, լորեցիները նրան էին դիմում, օգնությունը չէր ուշանում։ Ասում էր ես ինչի պետք է ասում մինիստրին ասեմ, որ մեր գյուղի մին վագոն կոնդիկորում տվեք։ Ինքը գիտի որ ասում է անասուններն ասում է, պետք ուտեն, վերջի պետք է գոյատևեն։ Ինքը գիտի որ Համո Սահյանի գյուղն է, մի բանով էլ թե իրանք օգնած լինեն։ Համո Սահյանը այն ժամանակ ասեմ, այն բան են կառուցել, ջուր ենք բերել գյուղը, որ քանի տարիներ առաջ է, երևի քանի տարի կլի, 40 տարուց ավել է, չէ երևի։ Ջուր ենք բերել գյուղը, որ մարդիկ են վախտ, հիմա են իսիմ ինչ ծրագրերով ջուր են բերեմ, օգնում են, տանում են, բայց այն ժամանակ ինք օգնել ես գյուղ, բոլորի տներում ջուր կա, կներես բաղնիկ ունեն, զուգարան ունեն, օրինական կարգու, սա Համոյի առազն էր, ու պետք է անել։ Պատանի Համոն կրթություն ստանալու համար 14 տարեկանում Բաքու է մեկնել, վերադարձել արդեն հանրաճանաչ։ Նրա տուն-թանգարանի միակ աշխատակիցը փաստում է, անկախ դիրքից, նա համագյուղացի ընկերներին չէր մոռանում։ Մի քանիսի հետ մտերմություն է արել մինչև կյանքի վերջ։ Ինքը երբեք լորից չի կտրվել, միշտ լորի հետ կապը պահել է եւ իր ընկերների հետ, իր մանկության պատանեկության ընկերների հետ, իր համադասարանցիների հետ, երբ գիրքը տպագրվում էր, առաջին գիրքը 5 գիրք վերցնում, իր 5 հավատարիմ ընկերների հետ, համադասարանցիների հետ հանդիպում էր եւ սիրով նվիրում էր նրանց։ Համո Սահյանի տուն-թանգարանը պետական հոգացության ներքո չէ, վնասված է տանիքը, անձրևոտ օրերին առաստաղը տեղ-տեղ թրջվում է, կա նաև ժամանակակից տեխնիկայի պակաս, միակ աշխատակիցը վճարվում է համայնքապետարանից, նա պատրաստակամ է Սահյանի տան դռները բացել օրվա ցանկացած ժամի։